Ողջույն։ Այսօրվա լրահոսը փակեց ԿՊԱ-կան պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը իր հրաժարականով։ Գրել է, թե կիրակի օրը Գյումրիում իր պահվածքը, երբ հայհոյել էր, վիրավորել էր լրագրողներին, լինելով հարբած վիճակում, վայել չէ Հայաստանի ազգային ժողովի պատգամավորին։ Իհարկե շատերն են կարծում, որ Վիլեն Գաբրիելյանի հրաժարականի պատճառը դա չէ։ Լրագրողներին վիրավորելու համար Նիկոլը ոչ մի պատգամավորի գործից չի հանել։ Անդրանիկ Քոչարյանը քանի անգամ է վիրավորել լրագրողներին։ Կամ արդյոք պատգամավորին վայել պահվածք էր ականջ ու լեզու կտրող Արթուր Հովհաննիսյանի, Ռուստամ Բաքոյանի ու այլ ԿՊԱ-կանների պահվածքը։ Բնավ։ ԿՊԱ-կանները մեկ անգամ չէ, որ հակաէթիկական, հակաբարոյական, հակահիգիենիկ քայլերով են փայլում։ Արթուր Հովհաննիսյանին ու Բաքոյանին անգամ դատարանն է պարտավորեցրել ներողություն խնդրել։ Գաբրիելյանին դժվար թե հրաժարականի դրդեր իր պահվածքը։ Նա ժամանակին ակտիվիստ է եղել եւ մի շարք դժվարություններ ասում են զգացել է իր մաշկի վրա, բայց այսօր իր թիմը ակտիվիստների հետ տասնապատիկ վատ է վարվում ու Վիլեն Գաբրիելյանի ծպտունը դուրս չի գալիս, հաշտ է այդ ամենի հետ։ Չեմ տեսել երբևէ նեղվի ԿՊԱ-կանների բռի պահվածքից։ Տպավորություն է, որ հենց մտնում են ՔՊ, սկզբունքայնությունը թողնում են դռան հետևը։ Վիլեն Գաբրիելյանի հրաժարական ամենայն հավանականությամբ կապված է բերանից թռցրած մի ամբողջ նախադասության հետ, այն է 2026-ին ՔՊ իշխանությունը փոխվելու է։ Սրանք գնացել էին Գյումրի, որ ատամներով պահեն իշխանությունը, ու մի հատ հարբած ԿՊԱ-կան ասում է, որ չէ, ինչ պահել 2026-ին ամբողջն են կորցնելու։ Այս ԿՊԱ-կանը ինքն է հրաժարական տվել իր կամքով, թե պարտադրել են։ Կարծում եմ Փաշինյանը պարտադրել է, նա խորհրդանի ամբիոնից ասում էր, ես եմ որոշում, ով երբ հրաժարական կտա կամ չի տա։ Այնպես որ Վիլեն Գաբրիելյանը մի սովորական ուսապարկ է ՔՊ-ում ու Նիկոլն է որոշում իր ուսապարկին որտեղից վերցնի ու որտեղ դնի։ Նրանք գնում են Նիկոլի պահանջով եւ նրանք մնում են Նիկոլի պահանջով կամ թույլ տվությամբ։ Վիլենը չգնար, կհայտնվեր Հովիկ Աղազարյանի, Հակոբ Ասլանյանի կողքը ու նրա մասին կհրապարակեին զանազան ասեկոսեներ, գուցե ձայնագրություններ, հետևից էլ կգար դատախազը անձեռնմխելիությունից զրկելու պահանջով։ Այնպես որ նրան չեն հանել գործից հարբած վիճակում լրագրողներին վիրավորելու, կոպտելու համար, այլ հարբած վիճակում բերանից բաներ թռցնելու համար 2026 թվականի զիջումների մասով։ ԿՊԱ-կանն ասում է, իշխանությունը կորցնելու ենք, որ լրագրողը հարց տար, ինչու եք այդպես կարծում, երևի խմած լինելով դա էլ անկեղծանար, որ ժողովրդի մոտ վստահությունը, աջակցությունը կորցրել ենք, մեր դեմքով արդեն չենք կարողանում։ Նիկոլը սաղ ՔՊ-ին տարել լցրել էր Գյումրի, պարտության մասին կասկած ունենալով, տարել էր, որ ըստ էության պարտության մեղքը բարդելու տեղ ունենա, սա էլ անելու բան երևի չունենալով իրեն նվիրել էր Արաղի շշին։ ԿՊԱ-կան պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասում է, կարող է մարդը լինել ոչ սթափ վիճակում կիրակի օրը։ Պարոն Խաչատրյան, չորեքշաբթի էլ մարդ կարող է ոչ սթափ լինել, իսկ մարդամեկի դեպքում մշտապես։ Մարդ կա օրինակ, որը արփում է ու ոստիկանության գունդը տանում լցնում կառավարական կեցավայրի մոտ ու սկսում են շտապօգնության մեքենաներ ներս ու դուրս անել։ Մարդ կարող է խմել, արփել, երբ ուզում է, բայց խոսքը վերաբերում է ոչ թե նրան, թե ինչու էր Վիլենը խմած, այլ որ փողոցներում հարբած կոնցերտ էր տալիս։ Մի բան էլ լրագրողներին հայհոյում, այ որ ժամանակին Քոչարյան Անդոնին, Շիշ Բռնողին, Ալենին ու մյուսներին գոնե նախատանք տված լիներ ձեր ղեկավարը, դժվար թե Վիլենը իրեն այդպես պահեր, անկախ խմացության աստիճանից։ Իդեպ գաղտնիք չէ, որ ԿՊԱ-կան իշխանությունը ֆեյքերի շատ մեծ ֆաբրիկա ունի, որոնցով մտնում են ընդդիմադիրների տեսանյութերի գրառումների տակ, մեր լրատվամիջոցների էջերում հայհոյանքներ են գրում եւ ըստ երևույթին այնքան են հայհոյել, որ խառնել են իրար, երբ են ֆեյք էջերով ելույթ ունենում, երբ կենթանի կատարմամբ։ Վիլեն Գաբրիելյանի հրաժարականը շատ մանր բան է։ Այսօր չկա ԿՊԱ-կան, որ հրաժարականի համար ժողովուրդն ափսոսա։ Ընդհակառակը, բոլոր ԿՊԱ-կանների դեպքում ուրախանում են, ու չկա ԿՊԱ-կան, որ հրաժարականը լինի անտեղի։ Ուղղակի հարցն այն է, որ հրաժարականը որպես պատասխանատվությունը գիտակցելու միջոց ՔՊ-ում չկա։ Վիլեն Գաբրիելյանի պահվածքն էր ավելի տգեղ, թե Անդրանիկ Քոչարյանի, որը վիրավորում էր լրագրողին։
թե Ալեն Սիմոնյանի, որը թքում էր քաղաքացու վրա։ Հայաստանի սահմաններից կրակում են պաշտպանության նախարարը Գյումրիում ՔՊ-ի համար դրամահավաքերանում։ Նրա արածը որքանով է լավ Վիլենի արածից։ Մեկ անգամ չէ, երկու անգամ չէ, 10 անգամ չէ, որ համոզվել ենք, որ նա իր տեղում չէ։ Բայց Նիկոլն ասել է, ինքն է որոշում, ով երբ գնա։ Իրենք էլ սուսուփուս գնում են, բացառությամբ 1-2 դեպքի։ Վիլեն Գաբրիելյանը լրագրողին հայհոյել էր, վիրավորել էր։ Լրագրող աղջկան վիրավորել, հայհոյել էր նաև Հովիկ Աղազարյանը։ Այն բանից հետո, երբ նրան հանդիմանել էր լրագրողը, թե ինչու է թուրքերից ներողություն խնդրում ջահերով երթի ժամանակ նրանց դրոշ այրելու համար։ Նիկոլը Հովիկին չասաց մանդատը վայր դիր, այլ նման հորդոր արեց ներկուսակցական, ներիշխանական սկանդալի արդյունքում ու տեսանք ինչ եղավ։ Մանդատը վայր դրած ՔՊ-ական պատգամավորի հարբած արկածներն էին ավելի վատը, թե Երևանի արտակուստ օյաղ քաղաքապետի, որ ավականու նիստի ժամանակ ասում էր շարունակեք հաչալ։ Իսկ Ավինյանի ասածն էր ավելի վատ, թե Ավինյանի հոր, որ մի 100,000 քաղաքացու ասում էր համբար։ Պատասխանատվություն չեղավ եւ ոչ մի դեպքում։ Վիլեն Գաբրիելյանը իբր պատասխանատվություն զգաց, կրեց, իսկ ինչու պատասխանատվություն չկրեց, օրինակ, սոցապ նախարարը, ում ընտանեկան ռեստորանում 100 միլիոն դրամի ստվերային շրջանառություն էր բացահայտվել։ Սաղ օրը Նիկոլն ասում է, հարկերը մի գրպանից վերցեք, դրեք մյուս գրպանը, որ թոշակ տանք։ Իսկ թոշակի նախարարի ընտանիքը հարկերը այն մի գրպանում պինդ պահել է։ Դա էլ չէ վիրավորանք։ 2 օր առաջ, մարտի 29-ին, Չարենցավանում 5 երիտասարդի էին դանակահարել, մեկը մահացավ, 21 տարեկան էր։ Դրանից մի քանի օր առաջ էր, կարծեմ 1 օր առաջ, 2 քաղաքացի ռազենային վիրավորմամբ տեղափոխվել էին Դիլիջանի հիվանդանոց։ Դրանից առաջ Վաղարշապատի ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանի ընտանեկան գազալցականում սպանություն եղավ։ Գրվեց, որ իրավապահները խուզարկել էին գազալցականը ու հայտնաբերել ռազմամթերք, թմրանյութ։ Ամեն օր այսպիսի դեպքեր են լինում, բա ինչու ներքին գործերի նախարարը չի գիտակցում իր պատասխանատվության աստիճանը։ Վիլենի չափ չկա։ Ինչու նրան Նիկոլը SMS չի գրկում։ Ոչ էլ Էջմիածնի քաղաքապետին, ում անվան շուրջ անընդհատ սկանդալներ են։ Իմիջիայլոց մարտի 25-ին, երբ 5 երիտասարդ 29-ին ներողություն, երբ 5 երիտասարդ դանակահարվեցին Չարենցավանում, այդ քաղաքում ոստիկան չէր մնացել, ամբողջը Երևանի կենտրոնում էին, Հանրապետության հրապարակով, Սախարովի հրապարակով, օպերայով, վերնիսաժի այգով, կառավարական դաչաների մոտ, Մելիք Ադամյան փողոցում, ընդհանրապես ամբողջ կենտրոնը ոստիկաններով վեր լցված։ Գիտեք ինչի, որովհետև արցախցիները հանրահավաք էին անում ու պահանջներ ներկայացնում իշխանությանը։ Ամբողջ միտինգի ժամանակ նրանք Նիկոլ անունը չեն տվել, բայց Նիկոլը վախից բոլոր ոստիկաններին հավաքել էր շուրջ բոլորը, իսկ մարզերում սպանություններ էին։ Այս ամենի ֆոնին կարծում եմ պետք է պատասխանատվություն ստանձներ մարդու իրավունքների պաշտպան աշխատող այդ կինը նույնպես։ Հենց Անահիտ Մանասյանի գործունեությունը լրիվ բեռ եմ համարում հարկատուների սուսերին։ Չեք տեսնի ՔՊ-ականների մի օրինազանցություն, հանրության նկատմամբ մի բռնություն, որ նա դատապարտի։ Որ պաշտոնյայի անուն ուզում եք տվեք, 12 նախարար, 10 մարզպետ, լիք առընթեր մարմինների ղեկավարներ, անդամներ, կառավարությանը ենթակա ու չենթակա պետական կառույցներ ենթակա են հրաժարականի ու դա իրենց ղեկավարի ստեղծած մթնոլորտի արդյունքում է։ Կարճ ասած, հրաժարական տված ՔՊ-ական պատգամավորն ասում է քաղաքացիական պայմանագիրը լրջագույն առողջացման եւ կերպարանափոխման կարիք ունի։ Տեսնես այդ կերպարը ով է, որ պետք է փոխեն։ Իրենք էլ վստահ եմ գիտեն, որ դա իրենց մեծարգո պարոն վարչապետն է։ ՔՊ-ականները իրենց համարում են ուսապարկ, բայց Նիկոլն էլ այդ ուսապարկերի միջի բեռ է։ Մեր պետությունը այդ բեռից ազատվելու համար կարծում եմ պետք է հրաժարական տան ոչ միայն ուսապարկելը, այլև պետք է թոթափեն բեռը։ Այլ բան, որ հրաժարականը նրանց չի ազատում մեծ պատասխանատվությունից, որի տակ են ու ոչ թե հարբելու, հայհոյելու, վատ աշխատելու համար, այլ 2018-ից ու հատկապես 2020-ից ի վեր մեր գլխին այս ամենը բերելու։